Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօր եւս մեկ անգամ խոսալու եմ life insurance-ներից։ Եվ կարծում եմ life insurance-ների մասին այնքան ինֆորմացիա կա, որ շատ անգամ մարդիկ չգիտեն, եւ շատ անգամ մարդիկ այնքան ինֆորմացիա են լսում, որ չեն կարողանում կողմնորոշվեն, թե ինչ անեն, որ տեսակի ինշուրանսը գնեն եւ որն է ճիշտ ինշուրանսը իրենց կամ իրենց ընտանիքի համար։ Այսօր ավելի շատ ուզում եմ խոսալ, երբ որ հասկանաս, թե life insurance-ը ինչպես է աշխատում եւ տեսակների մասին, բայց ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ, թե ինչքան կարեւոր է, որ յուրաքանչյուր անհատ ունենա գոյնե $1 միլիոն life insurance։ Ինչու եմ նշում $1 միլիոն։ Դա ամենակիչը, որտեւ եթե գնանք տարիներ հետ, 20 տարի կամ 30 տարի, կյանքը բոլորովին այլ ձև էր ֆինանսական տեսանկյունից։ Թվաբանությունը շատ է փոխվել վերջի 20-30 տարիների ընթացքում։ Եթե հետ են գնում տարիներ առաջ, երբ որ ես նոր էի սկսել այս բիզնեսը, 22 տարի առաջ, երբ որ մեկը 100 կամ 200 հազարի life insurance էր առնում, դա բավականին մեծ գումար էր Իրանից ներկայացնում, ինչու, որտեվ այն ժամանակ minimum wage-ը շատ ցածր էր, տան գները շատ ցածր էին, կյանքը շատ ցածր էր, եւ այդ թվաբանության մեջ, եթե անհատին կամ ընտանիքի որևէ անհատին, որևէ մեկին մի դեպք պատահեր, այդ 200 հազարը բավականին մեծ գումար էր, որպեսզի տրվեր այդ ընտանիքին եւ այդ ընտանիքը հոգար իր կարիքները, թե թաղման հետ կապված, թե բոլոր ծախսերը եւ այդ գումարից մեծ բաժին դեռ կմնար, որ այդ ընտանիքը կարողանար ֆինանսական նեղություն չքաշեր գոնե 5, 10, 15 տարի։ Իսկ այսօր այդ թվաբանությունը, որովհետեւ ինֆլյացիա է տեղի ունենում տարիների ընթացքում, 1 միլիոնի չափ է միջին coverage-ը, որ յուրաքանչյուր անհատ ընտանիք կամ ծնող մանավանդ ամուսինները պետք է ունենան։ Ինչու՞։ Որտեւ եթե վերցնենք միջին աշխատավարձը այսօրվա օրերում, մոտավորապես 50-ից 60 հազար եթե վերցնենք, եթե ծնողներից մեկին մի դեպք պատահի, նշանակում է այդ 50-ից 60 հազարը այդ ծնողի եկամուտը էլ չի գալու այդ ընտանիքի մեջ, որը նշանակում է այդ ընտանիքի մեջ մեծ ֆինանսական փոփոխություն է տեղի ունենալու, բացի այն, որ ընտանիքը անցնում է այդպիսի դժվարության միջոցով, եւ դրա վրա էլ երբ որ մարդ մտածում է ֆինանսական հոգսը ավելանում է, այդ ժամանակ ես տեսել եմ, թե ընտանիքները ավելի մեծ ստրես են ապրում եւ շատ ավելի վատ դեպքեր է կատարվում։ Դրա համար պետք է գոնե $1 միլիոն life insurance։ Ինչու՞։ Որովհետեւ եթե այդ անհատին մի դեպք պատահի, գոնե 10 տարվա իր եկամուտը փոխարինող գումար կգա ընտանիքին, այդ ընտանիքը չի տեղափոխվի, եթե ապրում է տան մեջ, չի գնա ապարտմենի մեջ, եւ այդ եկամուտը, քանի որ օրինակ այս դեպքում ամուսնուն է դեպք պատահել օրինակի համար, այդ 50 հազարը, որ ինքը տարեկան աշխատում էր, այդ 1 միլիոնից 10 տարի գոյն է տեղափոխություն չի լինի, չէ որ երբ որ անհատին մի դեպք է պատահում, բիլերը մարդկանց ստապ չեն լինում, կյանքը շարունակվում է եւ այդ ընտանիքը պետք է կարողանա ոչ թե հաղթահարել այդ դժվարությունը, բայց պետք է նաեւ մտածի, թե ինչպես այդ 50 հազարը լրացնի, եւ երբ որ այդ ծնողը նախորոք մտածել է այս կարևոր հարցի համար եւ ձեռք է բերել $1 միլիոն life insurance, ինչ կլինի այդ դեպքում, նա կկարողանա իր ընտանիքը ճիշտ շարունակել ապրել, այսինքն այս դեպքում իր կինը, եթե խելացի վարվի իհարկե այդ գումարի հետ եւ մեծ նեղություններ չեն քաշի։ Երկրորդ բանը, բացի 10 տարվա եկամուտը պիտի հաշվի առնենք, թե այդ անհատը ինչպես է ապրել իր կյանքը, ինչպիսի պարտքեր է թողում իր հետ դեպք պատահելուց հետո իր ընտանիքի, այսպես ասած, կներեք բառիս համար վզի վրա։ Ինչու այդպես եմ ասում, որտեվ այդ շատ եմ լսել, երբ որ առիթներ է եղել, գնացել եմ հաճախորդների տուն, մի դեպք է պատահել եւ երբ որ ես իրանց չեք եմ տվել, այդ արտահայտությունը շատ եմ լսել, այս ամեն ինչը թողեց մեր վզին։ Ցավոք, բայց իրականությունը այդ է, եւ եթե դու նախորոք չպատրաստվես, ճիշտ չհաշվարկես քո ֆինանսների մեջ, քեզ մի դեպք լինելուց հետո քո ընտանիքը մեծ դժվարություններ է ապրելու։ Դրա համար քաջալերում եմ նրանք, ովքեր նայում են այս հաղորդումը,
նայեք ձեր ֆինանսական իրավիճակը, տեսեք արդյոք դուք ճիշտ եք ապրում ֆինանսապես, եւ եթե չգիտեք ինչպես ձեր ֆինանսները ղեկավարել, շատացնել, ամրացնել, հիմք կազմել, կապնվեք ինձ հետ, ես իմ տարիների փորձով կարող եմ ձեզ հետ հանդիպել եւ մի քանի հարցերի միջոցով կարող եմ հասկանալ, թե ձեր ֆինանսների մեջ ամենամեծ սխալները որոնք են կամ ամենաճիշտ բաները ինչ եք որ անում։ Երկու դեպքում է կարող եմ ուղղություն տալ, բայց շատ քիչ տոկոսն է ընտանիքների անհատների, որ այդ ֆինանսական հաշվարկները ճիշտ են անում։ 10%-ից քիչն է, որ իրենց ֆինանսները ճիշտ են հաշվարկանում։ Մինչև 90% անհատներ եւ ընտանիքներ մեծ սխալներ ունեն իրենց ֆինանսների մեջ եւ երբեք չեն նստում եւ կարողանում հասկանալ, թե ինչն է խնդրեմը։ Շատ մարդիկ ոչ թե ունեն խնդրեմ եկամուտի մեջ, այլ ունեն ծախսելու մեջ։ Շատ մարդիկ ունեն շատ դիսցիպլինա իրենց ծախսերի մեջ, բայց չեն հասկանում, որ պետք է կարողանան այդ իրենց հավաքած գումարը շատացնել կամ իրենց եկամուտը բարձրացնել։ Տարբեր ձևի սցենարիոներ կա, տարբեր բնավորություններ կան եւ ամեն մարդ իր բնավորության համեմատ տարբեր ձև է գումարը ծախսում եւ պետք է հասկանաս, թե ֆորմուլա գոյություն ունի, թե ինչպես ֆինանսապես գնաս առաջ։ Եվ դրան էլ երբ որ միացնում ես life insurance-ը, այս դեպքում նաեւ ինչու՞ չէ health insurance-ը, քո ֆինանսական տան ոտքերը հիմքը ամուր ես կառուցում։ Ես տարիների ընթացքում տեսել եմ շատ հարյուրավոր դեպքեր, երբ որ ընտանիքին դեպք է պատահել եւ ես իրենց զգուշացրել եմ գնեք ինշորանս եւ չլսելու դեպքում տեսել եմ, թե ինչ է կատարվել այդ ընտանիքների հետ։ Ես ուղղակի իմ նպատակներից մեկը իմ բիզնեսում, որ ոչ մեկ առանց ինշորանսի չմնա եւ բացի առանց ինշորանսի յուրաքանչյուր անհատ ընտանիք իր մեմբերների վրա մանավանդ ծնողները պետք է ունենան $1 միլիոն life insurance, դա ամենաքիչն է եւ ես ֆորմուլայով հաշվում եմ եւ ցույց եմ տալի ինչու $1 միլիոն դա մինիմումն է եւ ես կարող եմ ֆակտերով ձեզ ցույց տալ, թե ինչու եմ եկել եւ համոզվել, որ այդ թիվը այսօրվա օրերում մինիմում թիվ է։ Այնպես որ եթե նայում եք այս հաղորդումը, շնորհակալություն, եթե հարցեր ունեք անպայման կապնվեք, գրեք ինձ եւ վերանայեք ձեր ֆինանսները, վերանայեք ձեր policy-ները, տեսեք ինչեր կա, որ պիտի փոխվի։ Շատերը ունեն insurance policy-ներ եւ շատ անգամ չգիտեն, թե ինչքան coverage ունեն, ինչպիսի policy ունեն, երբ է վերջանալու, ինչ benefit-ներ ունեն, վերանայեք։ Մեր հեռախոսները տարին մեկ update ենք անում, նորն է գալի եւ մենք միշտ up to date ենք պահում այս հեռախոսը, որ այդքան էլ մեծ դեր չի տանում մեր կյանքում։ Ուղղակի դա որպես գործիք օգտագործում ենք, բայց ինչքան ավելի կարևոր է մեր ֆինանսները, որ գոնե տարին 1-2 անգամ նայես, տեսնես ինչեր կա, որ պիտի փոփոխես, փոփոխության կարիք ունի, ինչեր կա, որ պետք է stop անես, ինչեր կա, որ պետք է adjust անես, փոխես, վերանայես եւ տեսնես ինչեր կա քո ֆինանսների մեջ, որ քեզ խանգարում է, որ ավելի հաջողվես ֆինանսապես, թե քո համար, թե քո ընտանիքի համար։ Հուսամ այս վիդեոն օգտակար կլինի եւ եթե ուզում եք ավելի մանրամասը տեսնեք, թե ձեր policy-ները ոնց են աշխատում եւ ինչ նորություններ կա, ինչեր կա, որ քո policy-ի միջոցով կարող ես անել քո ողջ ժամանակ, ինչպես փողը աշխատացնես insurance policy-ի մեջ, investment-ների մեջ, որտեղ շատ մարդիկ ուղակի լսել են կամ դեռ չեն լսել կամ չգիտեն եւ շատ անգամներ, երբ որ մարդկանց դիթեյլները բացատրում եմ, թե այս product-ները ինչքան powerful են, ինչպիսի հզորություն ունեն, եթե ճիշտ ես օգտագործում, ի օգուտ քեզ ես օգտագործում, ուղղակի շատերը զարմանում են եւ միշտ լսում եմ այս խոսքերը. Երանի սրա մասին շուտ իմանայի, Երանի մեկը ինձ բացատրեր։ Գիտես, երբ որ մի բանի մասին չգիտես, միգուցե այդքան քեզ մեղադրելը ճիշտ չէ, բայց երբ որ լսում ես ու էլի գործ չես անում, քայլը չես անում, այս դեպքում միայն կարող ես հայլի մեջ նայես եւ ինքդ քեզ մեղադրես։ Ինչու՞, որովհետեւ շատ անգամ լինում է, երբ որ դու լսում ես ինֆորմացիայի մասին եւ action չես վերցնում։ Եվ ես տարիներ առաջ լսել եմ մարդկանց տարբեր տեսակներ կան։ Մարդիկ կան, որ մի բան լսում են, action են անում։ Մարդիկ կան, լսում են, ոչ մի բան չեն անում։ Եվ երրորդ տեսակի մարդիկ կան, որ
ոչ մի բան չգիտեն ինչ է կատարվում իրենց շուրջը։ Մի եղիր այս երրորդ տեսակը կամ երկրորդ տեսակը, եղիր առաջ տեսակը, որ ակտիվ է, ինֆորմացիան միշտ հայթայթում է եւ գտնելու ժամանակ օգտագործում է ի օգուտ իրեն։ Սա Մայիս Կարիբյանն էր, տարածեք այս վիդեոն ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ, ստեսություն։